Ես մի կոպիտ բառ եմ ասել ես երկու օրը մեր գյուղում, ասել եմ գյուղի ամբողջ կանանց հավաքեք իմ մաքրությունը չունեն։ Թող նեղանան։ Թող մաքուր լինեն, ինձնից նեղանան։ Այս պրինցները, այս կաթսաները սենց պլպլիկ։ Դե դա։ Մարդը որ ապրում է, պետք է լավ ապրի։ Իսկ վատ ապրելով ով ասես ապրում է։ Այսինքն այս մաքրությունը ձեզ ինչ է տալիս։ Հաճույք, գերագույն հաճույք։ Ահնիձորի մաքուր օդի ու լեռնային լռության մեջ 69-ամյա Ավետիքի տան բակն ու տնտեսությունը իսկապես օրինակ են ուրիշների համար, որ տանտերը պահում է աչքի լույսի պես։ 47 տարի Վանաձորի կապի հանգույցում աչքի լույսի պես աշխատող համարված ու տասնամյակներ շարունակ ամեն շաբաթ կիրակի դեպի հայրենի գյուղ ճանապարհը բռնած տղամարդը թոշակի անցնելուց հետո վերջնականապես վերադարձել է ծննդավայր։ Վերադարձել է, որ տեր դառնա հոր ու մոր թողածին, շեմ պահի ծխացող օջախն ու ցույց տա, թե ինչպես է պետք ապրել սեփական հողի վրա, ոսկի ձեռքերով, տղամարդու զուսպ ապրումներով ու տանտիրոջ անթերի կոկիկությամբ։ Նրա տանը ամեն ինչ իր տեղում է, ամեն անկյուն պլպլացրած, իսկ մառանը իսկական հարստության ու աշխատասիրության թանգարան է։ Ես ինչքան դատարկ տղաներ կա, անցյալ տարի բոլորը լիքներն են, որոնց մի մասը դեռ Վանաձորում է։ Ուրեմն արել եմ թթու, վարունգի թթու շատ մի 40 տարա, արել եմ մորի կամպոտ, հոնի կամպոտ, պանդի կամպոտ, բոլորը իմ ձեռքով արել եմ, բոլորը։ Ո՞նց եք կարողանում, ումից եք սովորել այդ Էլի մամայից ես։ Սովորել եմ, հետո տեսնում եմ, որ մեր այգու եղածը փչանեմ, ասում եմ, որպես ինչ անեմ, ասում եմ, անեմ։ Թշնամություն կլինի բնության տված այդ ապրուստը թողնել անտառում, հանդու չոլում, երբ անտառն ու հանդերը իրենք են հրավիրում, չէ որ նրանց էլ բեռնաթափել է պետք։ Այդպես են այստեղ ապրել իր նախնիները, հերն ու մերը։ Հոր ու մոր արժանի զավակ լինելը հենց սա է, մորից սովորած շնորհքն ու տանտիրոջ աչալրջությունը չկորցնելը։ Այս օջախում ոչ մի բարիք զուր չի կորչում, ոչ մի միրգ ոտքի տակ չի գնում։ Իսկ թե ինչպես է պատրաստվում ահնիձորյան թունդ ու խմողի քիթը պարտադիր կարմրացնող իր առանձնահատուկ օղին, միայն ինքը գիտի։ Այս բային այս մրգերը մեր խանութի Արամի խանութի ուրեմն գիլասնա, վիշնյանա, կլուբնիկնա, որը որ ասենք թե իր ժամանակն անցնում է, մենք չենք թափում, բերում ենք եւ իսկ մեր այգունը արդեն աշուն է։ Մի լավ ընկեր ունեի, ասում էին, որ խմում ենք տղաներով, ասում էին գրադուսը ինչքան է, ասում էի Կառլենը հենց խմեց, քիթը կարմրեց, ուրեմն 60 է։ Մեռնեմ կալկալոցիդ։ Այսքան տարիներ ինձ ասում են, որ պես օգը գցում եք, օղին քաղցրանում, ասում եմ, միրգը քաղցր է, Հայաստանի միրգը քաղցր է, կարիք չկա, փափուկ ենք խմում, ասում են, որ լավ քաշեք, փափուկ կխմեք։ Անգամ կյանքի ու աշխարհի համար ամենապատասխանատու պահին, երբ ասել են, թե կյանքի ու մահու հարց է դրված, ընտրել է իր օղին, ավելի ճիշտ ըստ իրեն ապավինել է սեփական ճիշտ օղին, ճիշտ խմորված, ճիշտ թորած ու թնդությունն էլ ուղիղ 60-ի վրա պահած։ Խմեք ու ջան ասեք։ Տեր Աստված, թող վայելեն մեր այս հայրենի բնությունը։ Երբ որ կորոնայի այդ հիմար տարին էր, ինձ ասում էին անպայման պետք է գնաս սրսկվես, եւ մեր գործի տեղն էին ստիպում, խեղդում, պետք է սրսկվես։ Ասում էի ոչ չեմ սրսկվելու։ Հենց մտնում էինք մեր հիմնարկը, ջերմաչափը դնում էին, ջերմություն չափը, ես իմ չգիտեմ ինչ, եւ չհարց դրեցին, որ պետք է գնաք անպայման սրսկվես, չեք աշխատելու, ես ձերքս մոխրոտվեց, հեսա կմաքրեմ։ Ասեցի լսեք, ինչի համար սրսկվեմ։ Երբ որ ես իմ տնական օղին եմ խմում, երբ որ ես իմ մեղրն եմ ուտում, ինչ կորոնա պետք, ինչ ցավ պետք է կպչի ինձ։ Երբ որ ես այդ կացան որ բացում եմ օղու, որ դատարկելու եմ, այդ օդը որ տալիս է, ոչ մի բժշկություն այդպեսի քեզ չի կարա բուժի։ Ոչ մի բժշկություն։ Դա տեղով ինքը քեզ ֆիլտրում է։ Վերջը սրսկվեցիք։ Ոչ։ Հարց դրեցին, որ պետք է հեռացնենք աշխատանքից, ասի իրավունք չունեք, ես պետք է աշխատեմ, որտեվ առողջ եմ։ Ինչի պետք է սրսկվեմ։ Այս ծմակուտի օդը, տնական մեղրն ու սեփական ձեռքով թորած զուլալող ու գոլորշին, ահա Ավետիքի անձեռագիր տեղատոմսը, որ բնությունը ինքն է նշանակել իր հավատամքն ու առողջության պատվաստանյութը, որին նա հավատարիմ է մինչև այսօր։
Ավետիքի գյուղական տնտեսության հետ ամբողջությամբ ու մանրամասն ծանոթանալու համար երևի մեկ օրը բավական չլինի մեզ։ Մեղվի փեթակից մինչև լի ու բոլ մառաններ, այգու բերք ու բարիքից մինչև կոկիկ տուն ու տնտեսություն։ Անհավատալի է, չէ, թե ինչպես է պարոն Ավետիքը միայնակ այս ամեն ինչին տեր կանգնում, ու ամենակարևորը ձեռքը ինչին դնում միանգամից կենթանանում է, մեկը երկու դարձնում։ Հենց այդպես էլ մի քանի տարի առաջ երկու փեթակից սկսեց ու այսօր արդեն 30-ից ավելի մեղվանտանիք է խնամում։ Իսկ նրա բռնած բոլոր գործերում թերևս ամենակարևորը մաքրությունն է, որ կողմ նայում ես, պլպլում եմ։ Հիմա բացում ենք այս առաջի փեթակը, որը դրել եմ այս տարի։ Սա իր բարձիկն է։ Ամառը շատ շոկ չի թողում լինի, Ձմռանն էլ տաք ապահամ։ Հիմա այն իմ ասած սպիտակեղեն եկեք տեսեք։ Արի առաջ։ Վախում կծեն։ Վախմեն թող մի հատ էլ կծի, վախմես ինչ չլինի։ Տեսնում եք այս սպիտակ շորը։ Շատերը սրա փոխարեն ամոթա որ ասեմ, ինչեր են գցում։ Բայց մաքուր կենթանիներին այս 1000 ու մի ցավի քաղցր դեղ պարգևողը այդ վերաբերմունքին է արժանի, այն էլ այս բնության մեջ, որ քեզ պարտադրում է ապրել ու ապրել։ Ես ասում եմ, այս բնությունը, այս հողը ջուրը տենողը, բա վեր կենա կգնա, կմեռնի, պետք է վայելես, ապրես, վայելես, սա պետք է վայելես, ոչ թե արհամարես կանցնես։ Որ գնում ես գետը, գետն էլ պետք է վայելես, որ դնում ես ջրի մեջ, լողանում ես, էլ պետք է վայելես, ամբողջը վայելքա։ Ես լավ աշխարհ տենողը։ Պետք է ասի ապրեմ էլի։ Այս լավ աշխարհը տեսնողը այլ տարբերակ չունի բացի ապրելուց։ Հենց այս սպարս փիլիսոփայությամբ էլ ապրում է Ավետիք Մաթևոսյանը։ Մանանա ջան։ Սա դատարկ բանկաներն է, որ հետո մեղրը լցնում Իհարկե, այս իրանց այդ բաները ես փոխում եմ։ Չեմ սովորել, դեռ ես լավ մեղվաբույծ չեմ, ինձ շատ լավ մեղվաբույծներ կան, ես ինձ մեղվաբույծ չեմ համարում դեռ, բայց արդեն 11 թվից այս կողմ ես մեղու եմ պահում։ Ոչ մեկին չի սովորել, բարի նախանձի համար, իրանցից շնորհակալ եմ, շատերը չէին ուզում, որ ես տնտեսություն ստեղծեմ, ոչինչ, ստեղծեցինք, դա էլ շնորհակալ եմ իրանցից, եթե մի մարդ չի ուզում քու լավը, դու պետք է ինձ լավն անես, որ ինքը այդ քու լավից զարմանա ու հոգնի, ասի, այս մարդը բնականաբար ես ասում, եթե իմ պապը մի փեթակ տար, ես շատ շուտ կանեի, բայց դե որ մարդը չի տվել, ինչ անեմ, հո մարդը չի տվել։ Ուրիշ տեսակի թասիբ ու տղամարդկային հաստատակամություն է սա, չսպասել, թե պապը իրեն ինչ կտա, ինչ կսովորեցնի, չէ, եթե աչքդ տեսնում ես, երբ ուզում, ինքդ ստեղծիր, չնախանձել ու խանգարողներին էլ պատասխանել միայն ազնիվ, չար աչք փակող աշխատանքով։ Ավետիքի համար սա է կյանքի լավագույն ուղեցույցը, իսկ աշխարհի ամենամեծ հարստությունը ընտանիքն էր ու կնոջ մշտական ներկայությունը իր թիկունքին կանգնած լինելը։ Բայց կյանքը հիշենք Բակունցին, Ահնիձորի հովերից ծաղկի մեջ ընկղմված ու հովից օրորվող բզեզի դրախտը չի։ Մեկ-մեկ նաև այնպիսի անխնահարված է տալիս, որ տունն էլ, այգին էլ, գետն ու անգամ սարերի հովերն էլ մռայլվում են։ Կնոջ անժամանակ կորուստը խորը վերք թողեց, թևաթափ եղավ։ Պատասխանատու պահեր, եթե տրվեր զգացմունքներին, ինքն էլ երևի շատ շուտ ճանապարհ կբռներ սիրելիի ետևից։ Բայց չկոտրվող տեսակ է, ստանձնեց օջախի թե հոր եւ թե մոր դերը, որ տղան մենակությունն ու մոր բացակայությունը ծանր չտանի ու սովորեցրեց տանել ցավը ոչ թե թևաթափ լինելով, այլ հողին ավելի պինդ կպչելով, շենացնելով ու աշխատելով։ Ես ասեմ, եթե ես այգու մի ինչ-որ անկյուն եմ գնամ, ինչ-որ մի բան տեղափոխում եմ այնտեղ, դա չի կծի։ Ուրեմն հետ գալուս մտածում եմ, ասում եմ, ճանապարհին ինչ գործ ունեմ, որ դատարկ հետ չգնամ, էտանեմ։ Իմ papan ասում էր, տղամարդը որ գնամ անտառ, դատարկ չի գալի, անպայման գոնե մի կտոր փեթ հետդ բեր։ Հիմա չգիտեմ, ես իմ մեջ որտեղից է այդ նստվածք տվել, որ ես պետք է կոկիկ ելեմ, կոկիկ պետք է լինեմ, որովհետև ես այս կոկիկությունը վայելում եմ, եթե մի քիչ վատ ալեմ, ես չեմ վայելում, ես վատ եմ զգում, իրիկունը, որ պարկում եմ քնելու, ես ասում եմ, ինչ կիսատ գործ մնաց, իմ պապն ասում էր, աշխատանքը կիսատ չեն թողա, այդ օրը կավարտեն, հաջորդ օրը իր աշխատանքը, ես ասում եմ, ոնց կարելի է
Այսօր էլի դեռ կոկիկ չի, այսօր էս պետք է այս մեղուների առաջը հնձվեր, քանի որ նոր ծաղիկներ ա դուրս գալի, դրա համար չեմ հնձում, ինքը դեռ այդտեղից նեկտարա բերեմ, դեռ այդտեղից ծաղկափոշիա բերեմ։ Վանաձորում ունեմ 2 բնակարան, նույն վիճակը ընդեղ է, նույն վիճակը կոկիկությունը։ Եվ ես իմ կնոջ համար այն պայմաններն եմ ստեղծել, որ ինքը հանկարծ շուտ չգաս, ես ինչ բանը պակասա։ Այսօր 80 բնականոց շենք է մեր շենքը, եւ եմքը որ լվացքը փռում է, ես ասում եմ, պետք է հենց կնոջը հարմարալի այդ լվացկա տեղը, որ ինքը հանկարծ շուտ չգասի, այս ինչ բանը լավը չի, այն ինչ բանը լավը չի։ Պետք է կինը, քանի որ օջախի ամենաչարչարվող էակն է, պետք է նրա համար ամեն ինչ ստեղծես, որ ինքը բացի իր հոգնածությունից այդ քու չստեղծածից չհոգնի։ Կնոջ համար պետք է ամեն ինչ ստեղծես։ Հետո այսօր ասում եմ, դեսենց բան ասում եմ, եթե քու կինը քեզ երեխա ա տվել, ամենալավ բանն է դա աշխարհի, ամենալավ բանը։ Միտեղ զրույց էինք անում, ասի 4 երեխա ա տվել քու կինը։ Էլ դրանից լավ բան։ Դա ուրախություն է։ Իմ կնոջ մահից հետո ես իմ տղային այնց եմ պահել, որ ինքը իր մամայի այդ պակասությունը շատ քիչ զգա։ Ընտանիք ամեն ինչ էլ լինում է, բայց ինքը չպետք է գնալ էլի։ Ինքը պետք է սպասել իր տղայի ուրախությանը։ Եղավ, ինչ անենք, էդ է կյանքը։ Ու այս ապրված մշտական ցավի, մշտական ափսոսանքի, տղամարդկային պատվի, օջախին միայնակ տեր մնացածի պատասխանատվության ու հորից պապից ժառանգած պատգամների կողքին է ամեն օր։ Իսկ այդ ամեն օրը լցնում է իմաստով, աշխատանքով ու բնությունն ամբողջ հոգով վայելելու անկեղծությամբ, պարզությամբ։ Մի խոսքով մարդ, որ չնայած ճակատագրից ստացած հարվածներին, ապրում է ներդաշնակ համ ինքն իր հետ, համ էլ այս գլխապտույտ առաջացնող մոտկորի բնության հետ։ Ու հենց այս անդադար չարչարվելու, հողին կպչելու ու սեփական քրտինքով հաց վաստակելու մղումն է, որ նրան այսօր թույլ չի տալիս ձեռքերը ծալած նստել կամ ուրիշի ձեռքին նայել։ Երբ որ ես 22 թվին անցա թոշակի, իմ վաստակաշատ թոշակին, շատ ուրախ եմ, որ այդքան տարի աշխատել եմ մի ձեռնարկությունում, մի հիմնարկությունում, եւ այսօր իմ վաստակը ստանում եմ։ Այսօր ես ասում եմ, մեր կառավարությունը սխալ անում, որ ինձ թոշակ է տալիս։ Ասեմ ձեզ։ Ես աշխատասեր մարդ եմ, շատ աշխատասեր, քրտնաջան, ու այսօր եթե որ ես վաստակում եմ իմ այգուց ամեն ինչ, իմ մեղվի բերքու բարիքից, ասում եմ, թոշակը չեն տալի, թոշակը թող տան մի նպաստառու ընտանիքի, մի խեղճու կրակի, մի ուղարկեն մի զինվորի։ Բայց չէ որ վաստակել եք դուք։ Ես էլի եմ վաստակում։ Այսօր իմ թոշակից առավել քառապատիկ, հազարապատիկ ավել աշխատում եմ։ Ես առավոտ 5-ին արթնանում եմ, իրիկունը 8-ին, 10-ին դեռ ուզում եմ աշխատեմ։ Ու ասում եմ, Երանի գիշերը չգա, Երան դեռ ցերեկլի աշխատեմ։ Գիշերը ես լավ չեմ քնում, բայց որ արթնանում եմ, ասում եմ, ես ինչ լավ է։ Լույսը բացվեց, գործ կլի կանեմ։ Ես շատ եմ ուրախ։ Ու հետո ոնց կարելի է այս լավ տեղը, այս մաքրոթին, այս բան, գնում եմ այսօր Երևանից հյուրեր ունենք, բանը հարևանի տուն են եկել, քնած են, ասում եմ, վեր կացեք, այս մաքրոթը շնչեք, կամ որևէ մեկը եթե ծխախոտը բերանին ասում եմ, ամոթ չեք անում արա։ Այս մաքրոթը շնչեք, այդ ինչ այդ հարամոթը շնչում է։ Ահնիզորում, թե մեր ամբողջ մոտկոր աշխարհում ապրելը շատ հեշտ է։ Ապրելը անչափ հեշտ է։ Այսօր ամեն տնտեսություն մեքենա ունի, կան գյուղում կլինի մի 3 տուն բնակվող, որ մեքենա չունեն։ 1-2 մեքենա ունեն, ապրելը հեշտ է։ Իմ տատն ասում է, աշխարհը դմակ, դու էլ դանակ, կտրի կեր։ Ու այսպես սեփական քրտինքով ապրող, ուրիշի ձեռքին չնայող ու աշխատանքի չհոգնող լորվա մարդու ազնվությունն է, որ ստիպում է անգամ պետության տված թոշակի վրա աչք փակել ու ասել՝ թողեք խեղճին ու զինվորին տան։ Բայց ավետիքի հոգսը մենակ հողն ու մեղուն չեն, նա նույնքան նախանձախնդիր է ընտանիքի ամրության ու օջախի հարգի համար։ Ու թեև իր տան հարցներով անսահման հպարտանում է, մեկ է տան մեծի իր իրավունքով չի մոռանում մի լավ նկատողություն էլ անել, եթե հանկարծ երիտասարդները որոշում են սառնորակ աղբյուրների ջուրը փոխարինել Եգիպտոսի տաք քամիներով։ Ցկտում են ամուսնանան, բաժանվեն, հատկապես աղջիկները, թողինձներ են, մի հատ երեխա ունենան ու բաժանվեն, ազատ ապրեն։ Հիմա ես այնքան բախտավոր եմ, որ իմ եկած հարսը
եւ միաժամանակ Արամիս Արմենի կինը եւ քրոջս հարցները մեկը մեկից լավն են, շատ լավը, շատ բարեհամբույր, շատ աշխատասեր, շատ հոգատար եւ այնքան ուրախ եմ, որ այսօր իմ հարցը նմանվում է իրանց, քանի որ ինքը լավ մամա ունի, լավ տատիկ ունի։ Այդ իր այդ ընտանեկան կրթությունն էլ իր տատիկն է տվել իրան։ Շատ, ես ուրախ եմ ու ցավում եմ այն մարդկանց համար, որոնք որ բաժանվում են, որոնք որ կյանքում իրար չեն հասկանում, որոնք որ սխալ ճանապարհով են գնում։ Հարցին սիրում եմ, ասում եմ, արդեն Կիրակի օրն են իրանք գնացել շրջագայության Եգիպտոս, իրանց սրտով ինձ էլ չեն ասել, որ Եգիպտոսի տոմս են գնել, ես ուրախ եմ, որ գնացել են, բայց եւ իրանց ընտանեկան առաջին նկատողությունը նա լինելու, որ առաջինը պետք է գային ահնիզոր, այս լավ բնությունը վայել էին, ոչ թե գնային այնտեղ ասեն շոկ հա, կլակա, ջուր չկա, ստիան ջուրը չենք կարող խմենք, աջանդամ խմենք, եկեք մեր հայրենիքի ջուրը խմենք։ Ու որքան էլ քաղաքում բնակարաններ ունենա, որքան էլ կյանքը ցավով ու կորուստներով փորձի նրան, միևնույն է նրա հոգու վերջնական հանգրվանն ու ապրեսնող ուժը ծննդավայրն է։ Հողից ու ջրից առած այս անսպառ էներգիայով էլ 69-ամյա տղամարդը ոչ միայն ինքն է ջահել մնում, այլև իր աշխատանքով ու բաց սեղանով ամբողջ գյուղն է շենացնում։ Կյանքում չեմ գնա Հնիզորից։ Ցավալի է, որ իմ կնոջը հողավորել ենք Վանաձորում, բայց իմ մայից հետո ես կասեի, որ ինձ հողավորեք Հնիզորում։ Բայց քանի որ կինս ընդեղ է հողավորած, բայց ես Ահնիզորը չեմ թողնի։ Ես Ահնիզորը սիրել եմ, չգիտեմ, երևի թե գրեթե բոլոր ահնիզորցիներն են սիրեմ, բայց ես ավելի առավել։ 69-ից լրացել է ապրիլի 4-ին։ Ջահել մարդ եք։ Ջահել եմ, բայց ինչ եմ, բայց լսեք, ես հողու ջուր չեմ ծխում, խմիչքը իմն է, չի պետք է ջահել չլնեմ։ Աշխատում եմ, սա ձեռքով եմ հնձում ես խոտը, ձեռքով հավաքում եմ, բա ինչ անեմ։ Բա պարապ նստեմ, ինչ անեմ, լավ, սենց նայեմ, կամ գնամ մեկի տուն, բան բասեմ, խոսամ, ասում, գնմել եմ, գալիս եմ, ամեն հարևանի հարազատ էլ օգնում եմ, բանում։ Իմ այս խոտը, որ հնձել են, պետք է գան տանեն, ես չեմ ուզում, իրանք թող գան տանեն, ինձ պետք չի։ Եկած մարդկանց սիրով ընդունում եմ, սիրով ճանապարհում եմ, շատ սիրում եմ։ Սեղան գցեմ, սեղան հավաքեմ, հյուրասիրեմ, հետները ինչ որ բան դնեք ու ճամփեք։ Ահնիձորի այս ծխացող օջախում կյանքը բարդ փիլիսոփայություն չունի։ Պարզապես պիտի հողին ազնիվ ծառայես, դուռը թյուրի առաջ բաց պահես ու չմոռանաս, որ աշխարհի ամենամեծ հարստությունը հենց այս լեռների ու սեփական խղճի հետ հաշտ ապրելն է։ Սիրեմ, որ կարենը տեսնի, որ սիրում եմ քեզ։ Ճաշը տալիս եմ, հետո իրանա ցակում եմ, որ պետք է տանեմ մանածեմ, ճաշը թողում եմ, որ ինչա պետք է ման գա, ուրախանում եմ։ Թռի, վռի, գնեմ մտնում գետը լողանում, ինքը իրանով։ Անմիջապես մտնում է ջուրը լողանում դուրս գալի։ Ինչ սրվատամներ ունի։ Վիշաշ։ Մենք էլ հրաժեշտ ենք տալիս տանտիրոջը, աշնանն առատ մեղրաքամի, մառանում լիքը տարաների ու ձմռանը իր ձեռքով պատրաստած անուշաբույր մորի կոմպոտի շուրջ նորից հանդիպելու ակնկալիքով։ Մեկ էլ սրտանց մաղթում ենք, որ ավետիքի տանը այն իսկական սպասված ավետի սհնչի։ Առաջնեք թորան բարի լուրը հասնի ծմակուտ, որ հաջորդ անգամ էստեղ հավաքվենք թորան աչքալուսանքի մեծ ու աղմկոտ քեֆը նշելու։ Որ զրանգոցը լավ գա։ Օրինակ սենց։ Խմեք չի խանգարի այդքանը։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին
հացահատուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։